Իսկ դուք գիտեք, որ 13-րդ դարում Կիլիկյան Հայաստանը կարողացել է խուսափել մոնղոլական լծից, ընդամենը տնտեսական հաջող դիվանագիտության շնորհիվ, մի բան, որ անգամ ռուսական կայսրությանը չի հաջողվել։ Ով է հայ ժողովուրդը, ինչ տարածքներ ուներ համեմատած այլ կայսրությունների հետ։ Միտքը, հապուկ ուժը, ինչպես ընդունված է այսօր ասել, վերցրեց երակայություն և կարողացավ վերել մեզ հասցնել մինչև 21-րդ դար, մինչև թվայնացման դարաշրջան։ Փափուկ ուժը իսկապես կարող է ամուր զենք լինել փոքր ազգերի ձեռքին։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը 3 տասնամյակ փորփրել է պատմության էջերը, որ ստանա այս հարցի պատասխանը։ Եվ այստեղ անպայման պետք է Պատասխանը ամբողջությամբ ձևակերպելու համար 835 էջ է պետք եղել։ Հիմա մեկ գիրք կարդալով դուք կարող եք ստանալ պատմական այդ գիտելիքը։ Տնտեսական դիվանագիտություն պատմական Հայաստանից մինչև թվայնացման դարաշրջան գիրքն արդեն վաճառքում է։ Պարզվում է, որ պատմական Հայաստանի տնտեսական դիվանագիտության փորձը մեզ կարող է լավ հիմք ծառայել, նույնիսկ 21-րդ դարում թվայնացման դարաշրջանում յուրաքանչյուր խնդրի համար գտնելու մեկից ավելի լուծումներ։ Գիրքը 7 բաժին ունի, վերջաբանի փոխարեն ինչ եւ ինչպես անել, որ պետությունը հաջողի մրցակցային լինել 21-րդ սպառողական դարում։ Ոչ միայն մենք հեռու մնանք կործանարար ազդեցությունից եւ վնասներից, այլ նաեւ ընդհակառակ օգտագործենք իշա Հայաստանի, պատմական Հայաստանի բարգավաճման։ Գիրքը ոչ միայն ուսումնասիրություն է, այլև պետությանն ուղղված առաջարկների հավաքածու։ Փորձ է արվել հստակ գործնական առաջարկներ ներկայացնելու պետությանը։ Գիրքը ներկայացվել է նաև Եվրոպական միությունում, Միացյալ Նահանգներում, Բելգիայում, Չինաստանում։ Մեզ հայտնի Եվրամիության բարձրաստիճան խորհրդատու Խոսե Իգնասիո Պրադաս Պովեդան գիրքն անվանում է շրջադարձային։ Հույս ունի, որ այն կարևոր ներդրում կլինի Հայաստանի տնտեսության մեջ։ Ես շատ տպավորված եմ, հույս ունեմ, որ այս գիրքը օգտակար կլինի Հայաստանի համար։ Մատենադարանում օրեր անցկացնելով ընթերցողի սեղանին դրել այս գիրքը Մանասերյանը։ Նվիրել է այն մոր, վաստակաշատ մանկավարժ Ռիմա Մանասերյանի հիշատակին։ Աննա Գյուրնազարյան, Աշոտ Մնոյան, Էլեն Յահիմյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։